Գիտեք, կարդալով մեր օրագիրը, ես կարդում եմ South Caucasus New Opportunities, Normalization, Connectivity, Cooperation, Opportunities, հնարավորությունները, Ռեգիոնը ես կասեի դեր գոյություն չունի, ես եթե ուզել եմ վաղը գնամ, չգիտեմ, Բրազիլիա, ես տոմս կարդեմ ինտերնետում, սավալոտ կնստեմ, երկտաթիր կնստեմ ու կգնամ։ Եթե ես ուզել եմ գնամ Ադրբեջան, ես չեմ կարա դա անեմ։ Շատ հաճախ եւ հակառակ ադրբեջանցին եթե ուզենա գա Հայաստան, դա իր համար պրոբլեմա է, գնալ, չգիտեմ, ուրիշ երկրներ, այդքան էլ պրոբլեմը չի։ Նույնը, երբ որ մենք խոսում ենք բիզնեսմենների մասին, բիզնեսի մասին, նոր վարչապետը ասում էր, որ այդպեսի լավ բան եղավ, որ հնարավոր եղավ Ղազախստանից Ցորենի մասին էր խոսքը, ուղարկել Հայաստան Ադրբեջանով եւ Վրաստանով։ Ինչու՞, որտեվ ռեգիոնը դեր գոյություն չունի, որտեվ սահմանները փակ են, որտեվ դա ընդամենը վիզայի պրոբլեմա չի, դա եւ շատ ճիշտ էր ասում, որ եւ սոցիալական եւ հոգեբանական պրոբլեմա։ Դա լուրջ հարցը, դա եղել է արդեն 30 քանի տարի, առնվազն, բայց վերջը ես կասեի 5-6 տարվա ընթացքում սիտուացիան սկսել է փոխվել։ Ես ի նկատի ունեմ եւ 44-օրյա պատերազմը, եւ որը շատ կարեւոր է Հարավային Կովկասի համար, դա Ուկրաինայում ռուս-ուկրաինական պատերազմի սկիզբը եւ ռուս-ուկրաինական պատերազմը եւ 2023-ը Լենինգրադ Ղարաբաղից մարդկանց դեպորտացիա դեպի Հայաստան։ Դա ազդում է ռեգիոնի վրա ու այդ ռեգիոնը, որ աշխատի այդ օրակարգը, որ այդ opportunity-ն, որ այդ հնարավորությունները լինեն, որ լինի միայն նորմալացումը երկրի մեջ, դրա համար պետք է այդ ռեգիոնը ստեղծել, պետք է մտածել ռեգիոնի մասշտաբով, պետք է պատկերացնել ռեգիոնը ոչ թե որպես կոնֆլիկտ երկրների միջև, բայց ռեգիոն որպես ռեգիոն, որտեվ հիմա ես կրկնում եմ, մեր ռեգիոնը գոյություն ունի, եթե դու նայում ես Վաշինգտոնից, եթե դու նայում ես Երևանից կամ չգիտեմ Բաքվից, Գյումրիից Քարս, ինչքան է, 50 կիլոմետր կլինի։ Ստեից Իղդիր, ես եթե հիմա դուրս գամ նստեմ իմ ավտո, գնամ Իղդիր կոֆե խմեմ ու հետ գամ, երևի ճաշի ժամանակ կհասցնեի դա անել, բայց դա հնարավոր չէ։ Ուրեմն ամփոփելով, ռեգիոն, ես տնտեսագետ չեմ, ես քաղաքագետ եմ, ռեգիոն ստեղծելու համար ոչ աշխարհագրության առումով, ռեգիոն ստեղծելու համար մենք պետք է այդ ռեգիոնը ստեղծենք։ Մի բան էլ ավելացնեմ ամենավերջում, ռեգիոնը մարդիկ են ստեղծում, ռեգիոնը օբյեկտիվ բանը չէ, ռեգիոնը դա է, ինչ որ մենք կոչում ենք ռեգիոն։ Եթե մենք կոչենք դա ռեգիոն, դա կդառնա ռեգիոն։ Ուղղակի կոչելու մեջ է պրոբլեմը, ուղղակի այդ պարադիգմայով, այդ նարատիվով մտածելը կարա բերի դրան, որ վաղը չէ մյուս օր կամ չգիտեմ քանի տարուց կամ աստված ոչանի, չգիտեմ 100 տարուց կլինի այդպիսի վիճակ, որ մենք որ պետք չի լինի ՄԱԿ-ը, չգիտեմ, Եվրոմիությունը, նախագահները, որ մարդը կարողանա գնա ուրիշ երկիր կամ ինչ-որ բան այդ ուրիշ երկրից բերել, շնորհակալություն։ Ցավոք սրտի ոչ միայն։ Իհարկե
պետք է աշխատել, որ հարաբերությունները շատ ճիշտ եք, ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, պետք է ինստիտուցիոնալիզացվեն, սահմանները ճանաչվեն, սահմանները բացվեն, որ հնարավոր լինի, որտև խաղությունը դա միայն ոչ պատերազմ չի, խաղությունը ուրիշ երևույթ է, խաղությունը դա կարալինի, երբ որ մարդիկ կկարողանան շփվեն նորմալ իրենց հետ, որպես քաղաքագետ դուք ինձ հարցնում եք ինչ պետք է լինի, երբ որ լինի նորմալացումը օրինակի համար, պետք է լինի, որ ես կարողանամ կարդալ լեկցիա Ադրբեջանում համալսարանում և հակառակը Ադրբեջանի մասնագետը, Ադրբեջանի ակադեմիշնը կարողանա գա Հայաստան ու Երևանի համալսարան ինչ-որ լեկցիա կարդա։ Նորմալ կլինի այդ ժամանակ, երբ որ ցանկացած մարդ կարողանա սահմանը անցնի։ Առանց ես եղել եմ Բաքվում մի անգամ, այդ ամեն ինչից հետո 88-ից հետո, ու դա եղել է 2000 ու ես որպես ՄԱԿ-ի էքսպերտ եմ եղել հրավիրված ու ես կարողանում էի քաղաքում քայլել, բայց ես չէի կարողանում մարդկանց հետ խոսալ, որտեղ իմ շուրջ մի 10 հոգի նույն սենց շագանակագույն պլաշերով, ոնց որ 60 սովետական ֆիլմում, եղել եմ ինձ շուրջ ու թույլ չէին տալիս, որ ես շփեմ մարդկանց հետ, ասում էին, որ դա իմ անվտանգության համար է, կարող է պատահի, չգիտեմ, այ դա պետք է փոխվի, ես որ գնում եմ Վրաստան շղաճախ եմ դնում, ես գալիս եմ որպես մենք բոլորս Հայաստանի քաղաքացիները հասնում եմ սահման, հիմա արդեն անձնագիրն էլ չեմ ցույց տալիս, ID եմ ցույց տալիս, անցնում եմ, մի փոքր գուման եմ ուծում այդ ապահովության համար ավտոյի և վերջ, հետո ես կարամ գնամ Բաթում, կարամ գնամ Թբիլիսի, կարամ գնամ, չգիտեմ, ուզենամ, կարամ Թուրքիա գնամ, կարամ Ռուսաստան գնամ, եթե ուզենամ, ինձ ոչ թրիպա պետք, ոչ տիկնապահ, ոչ ՄԱԿ, ոչ էլ նախագահներ դրա համար, որտև այդ ամեն ինչը կա արդեն, եթե ես պրոբլեմ ունենամ, երբեք չեմ ունեցել, բայց եթե պրոբլեմ ունենամ, ես կդիմեմ Վրաստանի ոստիկանություն, որպես մարդ, որը գտնվում է Վրաստանում օրինական, դա այդ ամեն ինչը հեշտ չի, ես տենում եմ, որ ինչ որ առաջի քայլերը արվում են, արդեն, բայց դուք էլ, որ խոսում էիք, բոլորը, վարչապետը, որ իր ելույթերում, դա կոչում են դեկլարացիա, դա կոչում են դեռ չստորագրված փաստաթուղթ, դա դեռ, ես դա պլաներ կոչեի, այդ դա պետք է շարունակվի իհարկե, բայց ոչ միայն ինստիտուցիոնալիզացիան, բայց այդ պրոցեսը նորմալիզացիայի, որտև դե զուգահեռ դու տենում ես, որ պրոյեկտը զարգանում է ու դու տենում ես դիսկուրսները, նարատիվները, որոնք կան Ադրբեջանում Հայաստանի մասին, Հայաստանում Ադրբեջանի մասին եւ այլն ու դա խանգարում է նորմալիզացման, որը կրկնում եմ հեշտ պրոցեսը չի, ցավոք սրտի ինձ թվում է, որ ռեալ նորմալիզացում ես չեմ տենա, ծեր եմ արդեն չի երիք հրապարակի, բայց ավելի երիտասարդ մարդկանց համար, ովքեր ես սենյակում են կամ ոչ, դա կարող է լինի, բայց իհարկե պետք է սկսել ու չի սահմանափակվել մենակ ստորագրություններ ստորագրելով, դրա միայն դրանով չի լինի, ես շատ երկրներ գիտեմ աշխարհում, որոնք ճանաչել են իրենց սահմանները
Ուկրաինայից սկսած Սիրիայով վերջացված։ Դա չի օգտել դրանց։ Մենակ դա չի հերիքում, ուրիշ բան է պետք ու այդ բանը իսկական նորմալիզացումը, որը պետք է գնա ոչ միայն էլի կրկնեմ Հայաստանի ու Ադրբեջանի, բայց հայերի եւ ադրբեջանցիների եւ հայերի ու թուրքերի միջև։ Պարտադիր չի սիրել ադրբեջանցիներին կամ հայերին, բայց մենք հարևան ենք ու մենք կշարունակենք ապրել այստեղ ու դա ընդունել ու նայել այդ անգլերեն ասում են out of the box, ուրիշ տեսակետից այդ բանը կարա օգնի, պետք է օգնի, բայց իհարկե դրա համար ժամանակ է պետք։ Ես իհարկե շատ լավ գիտեմ, որ հավերժ կոնֆլիկտները չեն լինում։ Բոլոր կոնֆլիկտները վաղ թե ուշ ավարտվում են։ Կարող է շատ երկար լինի դա, կարող է տասնամյակներ լինի, այո։ Մեկ լինում է, որ շատ դաժան են ավարտվում, բայց բոլոր կոնֆլիկտները ավարտվում են։ Այս կոնֆլիկտն էլ կգա այն կետին, բայց դրա համար ուղղակի նստել ու սպասել, որ ղեկավարները ստորագրեն ու ամեն ինչ լավ կլինի, չէ, պետք է աշխատել եւ ուրիշ ոլորտներում, որ այդ process-ը գնա։